Հարգելի հեռուստատողներ, հեռանկար այսօր հյուրընկալել է բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցության վարչապետի տեխնացու Նինա Կարապետյանցին, բարև ձեզ Տիկին Կարապետյանց, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Մեծ սիրով։ Ոնց է ընթանում քարոզարշավը։ Շատ ակտիվ, որովհետև մեր ակնկալված դինամիկայից էլ շատ ավելի արագ, որովհետև երբ դու ունես շատ քիչ ռեսուրսներ, դու չունես անսահմանափակ մեծ գումարներ, դու չունես ադմինիստրատիվ ռեսուրսներ, դու պիտի հույսը դնես քո այսպես կրեատիվ մոտեցումների, քո թիմի անդամների ջանասիրության վրա, նվիրվածության ու ինչու մեզ մոտ անկեղծ ասած, հա, թու։ Ես ընդհանուր նաև քարոզարշավը նկատի ունեի։ Ընդհանուր առմամբ հենց տրամաբանությունը այս դրա մեջ է, որ եթե մնացած թիմերը գիտեն իրենց մոտավորապես պլյուս մինուս հնարավոր ձայները, ապա մեր դեպքում մենք չունենք այդ հաշվարկը, բայց հասկանում ենք, որ զարգացման մեջ ճանաչելիության տեսակետից եւ կողմ քվեարկելու պատրաստ մարդկանց դինամիկայից մենք շատ բարձր ենք գնահատում, ընդհանուր ընթացքը դե գիտեք, բոլորն էլ ունեն դժվարություններ ու խնդիրներ, մեր նկատմամբ մի տեսակ ոնց որ շատ անհամաչափ է այդ գործողությունը իրականում, որտեղ մենք միակն էինք ում ավտոբուսը չգիտես ինչի որոշեցին սկզբից պոկրտել, տենց վանդալիզմի ակտի ենթարկեցին, հետո չգիտես ինչի որոշեցին, որ մեր ավտոբուսը պետքա ժողովրդական լեզվով ասած պլաշյատկա տանել, հետո երկար ժամանակ քարոզարշավը սկսելուց հետո դեռ պահել, հետո տենց ասել լավ դե եկեք տարեք, անգամ այսօր բանի ենք հասել, իրավիճակի ենք հասել, երբ որ մենք ակցիա ենք հայտարարել, որ պետքա գնանք ջուր ծեծելու ակցիա կազմակերպենք Կարապի լճում, առավոտ շուտ որոշել էին, որ Կարապի լճի ջուրը պիտի ցամաքացնեն։ Այսինքն այն փոքր ու անհասկանալի գործողություն, որ ուղղակի համընկնում է, թե չէ նման ակցիաներ կարելի եթե չլինեին, օրինակ ավտոբուսի հետ կապված իրավիճակները չլինեին, կարող ենք ենթադրել, որ պատահականություն է, բայց քանի որ անդադ կրկնվում է այդ իրավիճակը մեզ հետ, բայց մենք դրանից իրականում ջուրը ծեծեցիք, իհարկե ծեծեցինք, որովհետև թիմը շատ կրեատիվ մտածողություն ունի, շատ արագ արձագանքում են, մենք այն հին ավանդական սենց միջև քննարկեն, միջև միտեղ բյուրոյում քննարկեն, միջև ուրիշտեղ հաստատեն, այդպես չենք աշխատում, տեղում որոշում ու անում ենք։ Կարծում եմ այդ տրամաբանությամբ կարելի է օրինակ աչքին թոզ փչելու ակցիա իրականացնել, շատ լավ միտքեր, կարելի է, չգիտեմ, մենք ունենք արդեն հեքիաթ պատմելու ակցիա իրականացնել։ Դա ավելի ամենաբարին կլիներ։ Գլխի տակ փափուկ բարձ դնելու, մենք այդ ակցիան հեսա անելու ենք, չեմ ասի որտեղ, բայց այդպիսի ակցիա լինելու է։ Չէ, մենք արդեն պայմանավորվել ենք, այդ ակցիան դուք կտեսնեք մեկ այլ հեռուստաընկերության եթերի բանավեճի ժամանակ։ Նորից վերադառնալով սկզբի հարցին, 35 տարուց ավելի այս երկրում ընտրություններ են տեղի ունենում, սկսած 90 թվականից, հա։ Մենք կարող ենք ասել, որ ի վերջո որոշակի այսպես նախընտրական պայքարի մշակույթ ձևավորվել է մեզ մոտ։ Բոլոր իր բացասական դրսևորում, թեպետ որ ասել դա միայն Հայաստանին է վերաբերվում, անկեղծ ազնիվ չէր լինի, որովհետև հետսովետական երկրներում, որտեղ քաղաքական ուժեր որպես այդպիսին չձևավորվեցին, մաքուր քաղաքական, որովհետև մենք ունենք օրինակ մարդ-կուսակցություններ, մենք ունենք խմբեր, որոնք հավաքվել են ինչ որ մի մարդու շուրջ կամ ինչ որ բիզնեսի շուրջ, ու եթե չլինեն այդ մարդիկ, այդ կուսակցությունները ուղղակի չեն լինելու, ամենայն հարգանքով բոլորին նկատմամբ, բայց զուտ մաքուր դասական քաղաքական իրեն ավանդական դասագրքային իմաստով մենք չենք ունեցել, եւ սա դերևս հենց դա էր, որ պատճառը դա էր, որ մենք ստեղծեցինք նոր կուսակցություն բոլորին դեմ եմ, ինչու, որովհետեւ մենք համարում ենք, որ քաղաքական միտք գեներացնելու համար դու պիտի ունենաս իսկապես գործիք։ Հիմա շատերն են ներկայացնում տնտեսական շատ հետաքրքիր, շատ լավ պրոյեկտներ, բայց երբ որ երկրում չկա քաղաքական միտք, քաղաքական գաղափար, երբ որ բոլորը ներգրաված չեն այդ process-ի մեջ, դա ստացվում է ոնց որ մի թիմի պրոյեկտ, որն էլ դե պարզ չի, վերահսկելու հնարավորություն չկա, կանխելու հնարավորություն չկա, ձեռքը բռնելու ես լիշտո վարիանտ չկա, այսինքն ոչ մի ձև ներկայացված չեն, եւ ամենահետաքրքիրը նա է, որ մեր եղած գործող օրենսդրությամբ, օրինակ Հայաստանի կոնկրետ դեպքով, պատկերացրեք 15, 20, 25, 30 հազար մարդ, դա բավականին մեծ թվով մարդիկ են, գալիս են ինչ որ ընտրում են մի թիմի, ու այդ թիմը որևէ կերպ ներկայացված չի պարլամենտում։ Դա է պատճառը, որ մենք որոշել ենք, որ այս փուլի համար մենք ընդամենը 3 կետ ենք առաջադրում։ Մենք խնդրում ենք մեր հասարակությանը մեզ ձայն տալ ընդամենը 100 օրով իշխանություն լինելու համար, որպեսզի մենք կարողանանք փոխենք 3 հիմնական կետեր։ Կետ առաջին 4% շեմը իջեցնել 1%-ի, որպեսզի նոր թիմերը կարողանան գալ ներգրավել process-ներում, որովհետև մենք անընդհատ նույն դեմքերին ենք տեսնում, ամենայն հարգանքով բոլորին նկատմամբ, բայց մենք հոգնել ենք, մենք էլ ենք հոգնել։ Ու մենք այդ իմաստով ենք բոլորին դեմ, ոչ թե մեր քաղաքացիներին ենք դեմ, այլ բոլոր այդ հին կանոններով խաղացող, հին կանոնների հաշտ մարդկանց հետ դեմ ենք։ Երկրորդը մենք առաջարկում ենք կայուն մեծամասնության այդ
բանը հանել, հա, հոդվածը հանել, որովհետև երբ որ կա, եթե թիմը գիտի, որ մի փոքր մնացածից ավելի շատ է հավաքելու, ու արդյունքում ինքը կայուն մեծամասնություն է ունենալու parlamentum, ինքը որևէ մեկի հետ ոչ խոսելու, ոչ պայմանավորվելու, ոչ parlamenti տրամաբանություն աշխատացնելու։ Կապակցված են այդ կետերը, եթե 1%-ով անցնում են, արդեն կան մեծամասնության հավանականությունը կազմելու քչանում։ Շատ ավելի քչանում է, բայց մենք մեր, այսպես ասած, վստահ երաշխիքները պիտի ունենանք բոլոր իրավիճակներում։ Եվ երրորդը, մենք խնդրում ենք ձայն, որպեսզի կարողանանք ավելացնենք բոլորին դեմ եմ քվեաթերթիկ, ոչ թե կուսակցության քվեաթերթիկ, ինչպես դա լինելու է հիմա, այլ ապագայի համար, որովհետև մարդիկ երբ որ չեն գտնում իրենց դժգոհությունը արտահայտելու ձևը չունեն, հասկանում եք, մարդիկ չեն իրենց դժգոհությունը արտահայտում են ուղղակի ընտրություններին չգնալով, այսպես իրանք հնարավորություն կունենան քվեարկել բոլորին դեմ են։ Դուք ձեզ եք դեմ։ Ամենահաճախ տրվող հարցերից է։ Որ տրամաբանությունը դա է ուշում, որովհետև երբ որ դուք բոլորին դեմ եք, բայց հիմա դարձել եք բոլորից մեկը, բոլորի մաս եք կազմել, զուտ պարզ տրամաբանությամբ դուք ինքներդ ձեզ նաև պետք է։ Տեսեք, մենք դեմ ենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս ընտրական process-ի խաղի կանոնները, այսինքն ընտրական օրենսգրքով, ավանդույթով, օրենքներով սահմանված կանոնները, եւ գալիս են այս խաղի կանոններով խաղալով։ Մենք ասում ենք, որ այս խաղի կանոնները սխալ են։ Այս պահի դրությամբ ինչ որ իմաստով մենք էլ ենք մեզ դեմ, որովհետեւ մենք ստիպված ենք անցնել այս process-ը, բայց մենք գալիս ենք այս process-ով անցնելու, որպեսզի փոփոխություն բերենք, որպեսզի այս process-ը անընդհատ հավերժ չկրկնվի։ Այս տրամաբանությամբ կարճ ժամանակի համար մենք մեզ էլ ենք դեմ։ Որոշակի նաև այսպես դրամաբանական հակասություն կա ձեր այդ թեզի մեջ, նաև այն ծրագրերի ձգտումների մեջ, որոնք քիչ առաջ ներկայացրեցիք։ Օրինակ, եթե մի կողմից բոլորին դեմ եք, մյուս կողմից ուզում եք բոլորը անցնեն խորհրդարան 1% ախտարեն, դա արդեն նշանակում է բոլորը կամ եթե ոչ բոլորը շատերը։ Տեսեք, բոլորին դեմ են մարդիկ, բոլորին դեմ են մարդիկ, դա այն մարդիկ են, ովքեր երկար տարիներ կամ չեն մասնակցել ընտրություններին, կամ գնացել են իրենց ձայնը տվել են այն խմբերին, որոնք հնարավորություն չեն ունեցել պարլամենտ անցնելու։ Մենք առաջարկում ենք հիմա մի գործողություն, մի պրոյեկտ, որի արդյունքում բոլոր այն փոքր թիմերը, որոնք իսկապես ունեն միտք, գաղափար, ու շատ լավ կլիներ, որ իրանք ներկայացված լինեին պարլամենտում, հատկապես եթե այդ մարդկանց համար իսկապես 30, 40, 50 հազար մարդ է քվեարկում։ Այդ մարդիկ պիտի լինեն պարլամենտում։ Մեր գործիքը միայն մեզ համար չի։ Մեր ավանդույթի մեջ այդ քաղաքական ընդունված է եղել, ով գալիս է իշխանության, ասում է մենք ենք ու մեր մոտիկները։ Մենք ասում ենք Ժորժ ջան, մեզ 100 օրով ընդամենը տվեք իշխանությունը, մենք կկազմակերպենք կփոխենք իրավիճակը այնպես, որպեսզի կարողանան մնացած խաղացողներն էլ դաշտում հնարավորություն ունենան պետության կառավարման հարցում հնարավորություն ունենալ։ Այնպես որ փոքր թիմերի կողմնակիցները այս փուլում շատ ճիշտ կլինեն, որ մեզ տան ձայները, որովհետև միայն մենք ենք այդպիսի բան խոստանում, շատ կարևոր է, մենք դա մեզ համար միայն չենք անում, որպես փոքր թիմ, մենք դա բոլորի համար ենք անում, ու սա իսկապես քաղաքական առաջարկ է։ Ու մյուս տրամաբանություն շարունակություն էլ ունի սա, մենք խոստանում ենք 100 օր հետո կազմակերպել նոր ընտրություններ, որտեղ արդեն համեմատաբար գոնե հավասար պայմաններ կլինեն մնացած բոլորի համար, ու ինչու է սա կարևոր, նաև ինչով է սա երաշխավորվում, որովհետև բոլորին դեմ է թիմի վարչապետի տեխնացուն չի առաջադրվելու որևէ պաշտոն հայտագա 10 տարիների ընթացքում հնարավորություն չունենալ զբաղեցնելու։ Սա երաշխիքն է նրա եւ բոլորին դեմ եմ կուսակցությունն էլ այս ընտրություններից հետո, այս ամբողջ process-ից հետո ինքնալուծարվելու է։ Հետևաբար վարչապետը ընտրություններ կազմակերպելու ժամանակ հետաքրքրված չի լինելու իր թիմին աջակցելու, իր կողմնակիցներին աջակցելու։ Ես այլևս կողմնակիցներ չեմ ունենալու, ես ունենալու եմ համակարգ, որը պիտի ճիշտ կառավարվի։ Մեր կարծում եմ շատ քննարկվող, շարժվող հարց է, ենթադրում է, որ կլինեն ընտրողների մեջ մարդիկ, ովքեր կգան ընտրատեղամաս եւ բոլորին դեմ արտահայտվելով ձեզ կընտրեն, բայց չեն ուզում ձեզ ընտրել, այլ կընտրեն իրենց ձայնը, հա, իրենց տեսակետը։ Այսինքն մոլորության մեջ կարող են հայտնվել այդ ինքնատունեք։ Սա եւ մոլորություն է, գուցե խաբեություն է ինչ-որ իմաստով, որովհետեւ ընտրողը գալիս է բոլորին դեմ քվեարկելու եւ ձեր քվեաթերթիկն է վերջո գծում, ստացվում է բոլորին դեմ, բայց իրականում այդ մարդը ձեզ չի ընտրել։ Տեսեք, քվեաթերթիկի վրա գրված է լինելու բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն եւ 3 անունները, առաջի 3 անունները, հետեւաբար գիտակից մարդը պիտի որ պատկերացնի, որ սա հենց կուսակցություն է, դա մի կողմ։ Մյուս կողմից, եթե մենք, հա, իդեպ մենք բոլորս, եթե մեր ծրագիրը չստացվեց, կլինեն մարդիկ, որ այդքան չեն խորանալ կուսակցություն ցուցակել, բոլորին դեմ եւ վերջ։
Ճիշտ եք ասում։ Մենք հենց բոլորին դեմ ենք, ինչու՞։ Որովհետև մենք չենք ասում, մեզ տվեք մանդատներ ու մենք գանք 5 տարի պրեմիա կստանանք ու ոյաժների մեջ կլինենք։ Մենք ասում ենք, եթե մեր պրոյեկտը չստացվեց, եթե մենք չկանք համաձայնության, որտեղ մենք adekvat ենք, մենք հասկանում ենք, որ մենք 51+% չենք, Աստված գիտի, բայց դժվար, շատ քիչ հավանական է, էլի այդպիսի process տեղի ունենա։ Հետևաբար մենք ասում ենք, Ժորժ ջան, եթե մեր պրոյեկտը իրականացավ, մենք 100 օր հետո գնում ենք, բոլորիդ համար ստեղծում ենք պայմաններ, եթե մեր պրոյեկտը չիրականացավ, այսինքն մենք չեկանք համաձայնության այլ ուժերի հետ կոալիցիա ստեղծելու մեր պայմաններով, մեր վարչապետի թեկնածուն, մեր պրոյեկտը 100 օր հետո նոր ընտրություններ, մենք մանդատները բոլորս վայր ենք դնելու։ Հետևաբար որևէ սուտ բան դրա մեջ չկա, մենք որևէ մեկին չենք խաբում։ Եվ բոլորին դեմ եմ քվեաթերթիկի ստեղծումը նաև ինքնին, դա շատ տրամաբանական կապ է, այսինքն մենք չենք անում գործողություն, մենք չենք այսպես զարթուղի ճանապարհներով մարդկանցից ձայն կորզում, հետո էլ գնում այնտեղ 5 տարի աշխատում ու պրեմիաներ ստանում աշխատավարձներ։ Չէ, մենք անում ենք ուղիղ ինչ որ հայտարարել ենք։ Լավ, եթե շատ իրատեսական լինենք, իրականում ասենք 50+-ը ձեր բարակայում, նո գոնե հիմա այդպես թվում է քիչ, բայց եկեք adekvat լինենք, չէ՞։ Ավելի իրատեսական է, ինչ որ անցողիկ շեմ հաղթարել, հա 4%-ից ավելին, գուցե դրանից ավելի հավանական է կամ քիչ հավանական է ընդհանրապես չանցնելը, բայց տեսականորեն հնարավոր է, չէ՞, ձեր անցնելը խորհրդարան։ Այդ դեպքում ինչքան հասկանում եմ, նաև ձեր այդ լոզունգի թեզի տրամաբանությունից ելնելով ոչ մեկի հետ էլի չպիտի գործակցեք, էլի կոալիցիա չպիտի կազմեք, որովհետև բոլորին դեմ եք։ Չէ, կոալիցիա կազմելու ենք, բայց մի պայմանով, ինչպես ասեցի, մեր վարչապետի տեխնացուն, մեր պայմանները փոփոխության, որովհետև տեսեք, ինչ են ասում մյուս թիմերը, բոլոր մյուս թիմերը ամենայն հարգանքով գալիս են, առաջարկում են 5 տարվա ծրագիր։ Տարբեր տեսակի ամեն մեկը տարբեր։ Եք միայն այն բaragայում, երբ որ ձեր ծրագիրը ընդունվի այդ 100 օրվա, հա, եւ դուք լինեք վարչապետ, թե դա պարտադիր պայման չէ։ Մեր վարչապետը, որովհետև մենք դառը փորձ ունենք, երբ որ մեր ժողովրդին տարբեր մարդիկ, տարբեր բաներ են խոստացել, կոալիցիաներ են կազմել, հետո այդ խոստումներից շատ արագ հետ են կանգնել։ Մենք այլևս դադարել ենք վստահելուց, դրա համար ընդամենը ինչու եմ ասում, տեսեք, ուրիշ թիմեր գալիս են 5 տարվա պրոյեկտով։ Եթե իրանք ասում են մեզ տվեք մեզ ձայներ, մենք կանենք, կամ կանեն, կամ չեն անի, իսկ եթե չարեցին, մենք ինչպես ենք դա կասեցնելու, ինչպես ենք պարտադրելու ներով փոքր թիմ։ Մենք ասում ենք, մենք 100 օրով ենք ուզում, Ժորժ ջան։ Մեծ թիմերը ոչ մի խնդիր չունեն, 100 օր հետո նորից դժվար process է, իրականում ասում շատ ծանր բան է։ Ինչ է փոխվելու այդ 100 օրում։ Ինչ նոր դաշտ եք բերելու, օրենք եք փոխելու ընտրական, չգիտեմ, այդ հիմնականը հասկացա 1% է։ Բայց միջավայրը մտնոլորտը մտածելակերպը փոխելու ենք հենց դա։ Առաջինը մարդիկ կհավատան, որ իրենց ձայնը իսկապես կարևոր է եւ իրենց ձայնը ազդեցություն ունի։ Դա ամենակարևոր մասն է։ Մարդը պիտի հավատա, որ իր քվեն իսկապես արժեք ունի եւ իրեն խոսք տված մարդիկ գալու են իրենց խոստումը կյանքի կոչելու։ Մենք այնքան ենք որպես հասարակություն, այնքան խոստումներ ենք լսել, մենք ամենափորձառու հասարակություններից մեկն ենք հետսովետական երկրներում, ու այնքան ենք խապված եղել, որ մեր հասարակության վստահությունը ուղղակի զրոյացրել են։ Մենք ուզում ենք մի անգամ գոնե հավատան մարդիկ գան իրենց քվեն տան, հատկապես նրանք, ովքեր որ չեն տեսնում դաշտում այլ ուժերի ձայն չեն ուզում տալ, որտեղ նրանք, ովքեր որ կողմնորոշվել են, հրաշալի է, եթե կողմնորոշվել են, թող գնան ընտրեն նրանց ում ինչ նախասիրություններ որն են։ Այն մարդիկ, ովքեր չեն ուզում գնալ ընտրությունների, որտեղ նախասիրություն կամ նախընտրած տեխնացուներ թիմեր չունեն, մենք առաջարկում ենք անպայման գնալ ընտրությունների ու ձայնը տալ մեզ, որովհետև մենք առաջարկում ենք ոչ թե անսահման ինչ որ բան, հա, այս նույն խաղի կանոններով, որտեղ մեկ անձը կամ մեկ թիմը գալի ու դառնում է արքայից արքա ու որևէ ձևով իր ձեռը բռնել չի լինում, մենք ասում ենք Ժորժ ջան 100 օրով տվեք մեզ հնարավորություն, մենք գանք խաղի կանոնները փոխենք, որ ձեր սրտի փոքր, այդ թվում նաև փոքր կուսակցությունները կարողանան գան մասնակցել խաղին։ Թե չէ մենք ստացվել է մի հատ իրավիճակ, որտեղ միայն մեծ խաղացողներն են խաղում։ Եթե դուք 100 օրում այդպեսի լուրջ բարեփոխում եք անում, ասենք երկիրի ճգնաժամից դուրս եք բերում, գցում եք հունի մեջ էլի, բա ինչի՞ չի շարունակեք հետո լինել իշխանություն։ Եթե ձեր մոտ ստացվում է, հա, դուք հենց այդպես էլ մտածում եք, հենց այդպես է կարծում եք կամ չգիտեմ համոզված եք գուցե։ Կանոն արդարության եկեք ասենք, որ այդ մեր 3 առաջարկները Այսինքն ինչ որ առաքելություն եք գալիս անում եւ գնում էլի, հա։ Ինչու ոչ։ Ամբողջությամբ համարել, որ այդ 3 մեր կետերը ամբողջությամբ եւ հիմնական փոխելու են պետության հետագա
Չէ, բայց դա առաջի քայլն է։ Շատ դժվար է բերել մեծ պրոյեկտ եւ այդ մեծ պրոյեկտի շուրջ մարդկանց համախմբել, որովհետեւ մենք շատ տարբեր ենք, տարբեր հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ ունենք, բայց մենք կարող ենք առաջի քայլը անել, փորձել որպես պարլամենտում ներկայացվածությունը ապահովել ավելի մեծ թվով մարդկանց ու փորձել արդեն հաջորդիվ քայլերով գնալ առաջ։ Հա, եթե կուզեք միսիա է, մենք գանք, փոխենք, թույլ տանք, որպեսզի ամենակարևոր բանը քաղաքական սերնդափոխություն լինի, ոչ թե ներողություն հազար ներողություն իհարկե գլխականակով, այլ որակյալ մարդիկ, ովքեր որտեղ բոլորին դեմ է մի թիմի անդամների ճնշող մեծամասնություն, դրանք կայացած մարդիկ են։ Իրանք տարիքով ինձ հետ համեմատած իհարկե ավելի երիտասարդ են, բայց այդ մարդիկ են, ովքեր ունեն կրթություն, ովքեր բիզնեսում հաջողակ են, ովքեր ունեն շատ լավ ընտանիքներ, իրենց արդեն ընտանիքներ, իրենց զավակներ ունեն, մարդիկ են, ովքեր պատերազմում որպես կամավորներ գնացել մասնակցել են։ Այդ մարդիկ հասկացել են, որ իրենց մասնակցությունը պետության կայացման, պետության կառավարման հարցում շատ կարևոր է, որովհետև կներեք, էլի գլխականակով գալիս փոխվում են, ասում են, դե մենք երիթ, իմիջիալից մենք միակ կուսակցություն ենք, որ երիթ թև չունենք։ Մենք ունենք մեծերի թև, ու որպես աջակցող թիմ։ Ձեր կուսակցությունը հիմնականում երիտասարդներ են, հենց առանձին երիթ թև է ձեր կուսակցությունը։ Հենց երիթ թև, չէ, մեր մոտ մեծերի թև ունենք, այսպես ավելի լուրջ հարցազրույցներ, բացատրություններ, քննարկումներ, մնաց երիտասարդների թևի վրա դրած այդ կրեատիվ մասը, որը, բայց նաև գաղափարական միտքը գեներացնող հենց իրենք են եղել։ Այս 3 կետերի շուրջ մարդկանց հավաքելը հենց իրենք են եղել։ Որևէ մեկը չկարողացավ այսքան լավ ներկայացնել ու այսքան շատ մարդ հավաքել իր շուրջը։ Ես համոզված եմ ընտրություններից հետո մենք կարող ենք նորից հանդիպել, քննարկել թե ինչքան ձայն ենք հավաքի ու կտեսնենք, որ 0-ից ընտրություններից, այսինքն ընդամենը երևի 6-7 ամիս առաջ սկսել ու այս ռեզուլտատ հայերեն դժվարացա, արդյունքի հասնելը շատ մեծ աշխատանքի արդյունք է։ Բայց մեղք չի մեր հասարակությունը, հոգնել են արդեն ընտրություններից։ Հիմա առաջարկում եք 100 օր հետո նորից ինչ-որ անհասկանալի։ Մեր ժողովուրդը հոգնել է ոչ թե ընտրություններից, այլ ամեն անգամ այդ կեղծ իբր ընտրություններից, որովհետև ըստ էության քեզ ընտրության հնարավորություն չեն տալի, որովհետև եթե դու ունես իշխանություն, դու ունես անսահման լծակներ, ադմինիստրատիվ ռեսուրս, պետական բյուջեն, դու ունես ՀՄԿ-ը, դու ունես լիք ուրիշ ռեսուրսներ, որոնք որպես իշխանություն չարաշահում ես։ Այդպես եղել է միշտ։ Մյուս տարբերակը մասնակցել ընտրություններին, դա եթե դու ունես անսահման կապիտալ, բա մնացածս ես այն մարդկանցից մեկն եմ, ով չի ուզում, ոչ ստեղ է ուզում հաշտ, ոչ ստեղ է հաշտ։ Ինչ պիտի անեմ ես։ Ես պիտի նստեմ, ասեմ, դե չի ստացվելու։ Դե էսա խաղի կանոնները։ Չկա տենց բան։ Մի անգամ գալիս ենք, որոշում ենք կայացնում ու իրականացնում ենք սերնդափոխություն, ոչ թե մեր համար, ոչ թե մեր թիմի համար, այլ բոլորի համար, շատերի համար, որպեսզի իրենք կարողանան ներկայացված լինեն պարլամենտում։ Այսինքն, եթե կուսակցության անվանումը մի կողմ դնենք, ես ճիշտ հասկացա, չէ, որ բոլորին դեմ լինելով դուք ոչ բոլորին եք դեմ, այսինքն կան քաղաքական ուժեր, որոնց գաղափարները ինչ որ կերպ համընկնում են ձեր մտքերի գաղափարները, եւ դրա համար նրանց կամ նրանց մի մասին առնվազն ուզում եք տեսնել ավելի մեծ խորհրդարանում։ Օբյեկտիվորեն այս process-ից դուրս իհարկե կան մարդիկ ու մտքեր, անգամ եթե մենք չենք ընդունում ձեր գործը անում գնում եք, բայց տեսնում եք չէ այդ փոխարինողները։ Իհարկե, 100 օրվա պիտի չձևավորվեն այդ նոր ուժերը, նոր ավելի երկարատև իմ ասածն ինչ է, որ հիմա ձևավորվածներն են, պիտի մտնեն քաղաքական դաշտ եւ դուք տեսնեք արդեն դրանց։ Այդ մարդիկ կան, այդ մարդիկ միշտ են եղել մեր դաշտում, ուղղակի իրենք հնարավորություն չեն եղել ներկայացված լինելու։ Իրենք չեն ունեցել այդ անսահման ռեսուրսները, տարբեր միջոցներն ու գործիքները, հեռուստաընկերություններն ու մնացածը չեն ունեցել։ Ու այն մտքերը, որոնք իրենք են գեներացնում, այդ մտքերը շատ կարևոր են, շատ օգտակար են։ Անկամ եթե ես համաձայն չեմ մտքերի որոշ մտքերի հետ, միևնույնն է, իրանք պիտի ներկայացված լինեն պարլամենտում, որովհետև դա մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր նորից մի 30-40 հազար ձայն հավաքող թիմը պարտադիր պիտի ներկայացված լինի, այլապես մեր պարլամենտը լինում է տենց 1-2 նոր օրենքով 3 կուսակցության հետաքրքրությունների ներկայացվածության ինչ-որ տարածք ու վայր, որտեղ շատ հեշտ է իրար հետ լեզու գտնելը կուլիսային, բայց դաշտում իրականության մեջ Ես շատ շնորհակալ եմ լավ զրույցի, Ես էլ եմ շնորհակալ կրեատիվ մտքերի, մոտեցումների համար, սպասենք թե հապուկ բարձի ակցիաներ կլինի։ Շնորհակալություն այսքանը։ Հարգելի հեռուստատոներ, մեր հյուրն էր Նինա Կարապետյանցը։